Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ալ-Ասադին աջակցող զինված խմբավորումները Ջեբլա քաղաքի արվարձանում հարձակվել են երկրի ներկա վարչակազմի անվտանգության ուժերի անցակետի վրա։ Syria TV-ի փոխանցմամբ բախումները դեռ շարունակվում են։ Բախումների հետևանքով զոհվել է անվտանգության տասնյակ աշխատակիցներ։ SpaceX-ի Starship հրթիռը նոր փորձնական թռիչքից հետո կրկին պայթել է, կորցնելով կապը մթնոլորտային անկառավարելի պտույտի ժամանակ։ 403 մետրանոց հրթիռն արձակվել է Տեխասից, իսկ առաջին աստիճանի ուժակայանը հաջողությամբ վերադրվել էր։ Սակայն որոշ շարժիչների անսարքության պատճառով թռիչքը ձախողվել է եւ պայթյունի բեկորները նկատվել են Ֆլորիդայի երկնքում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Բրյուսել շտաբ բանակցությունների Եվրամիության առաջնորդների հետ։ Հանդիպումների նպատակը ուղիներ գտնելն է արագորեն ավելացնելու ռազմական բյուջեն այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ազդարարեց, որ Եվրոպան պետք է հոգ տանի իր անվտանգության մասին, ինչպես նաև դադարեցնի օգնությունն Ուկրաինային։ Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում կենսաթոշակառուները բողոքի ակցիա են անցկացրել։ Նրանց ակցիան նախագահ Խավիեր Միլեից կենսաթոշակային բարեփոխումների մասին օրենքի վրա վետոյի կիրառման դեմ էր։ Ցուցարարները կոնգրեսից երթով շարժվել են դեպի Պլազա դե Մայո, պահանջելով մերժել նախագահի վետոն։ Ոստիկանությունը ուժ է կիրառել ցույցեցրելու համար։ Հարավային Կորեայի կործանիչները սխալմամբ ռմբակոծել են Հյուսիսային Կորեայի սահմանից 20 մղոն հեռավորության վրա գտնվող գյուղը, ինչի հետևանքով 15 մարդ վիրավորվել է։ Պատահարը տեղի է ունեցել Միացյալ Նահանգների հետ համատեղ զորավարժությունների նախապատրաստման ընթացքում։ Նահանգների զինված ուժերը հայտնել են, որ իրենց ինքնաթիռները չեն մասնակցել այդ գործողությանը։ Հարավկորեական իշխանությունների հաղորդմամբ օդաչուներից մեկը սխալ կոորդինատներ է մուտքագրել։ Բախումներ Աթենքում 2023-ի երկաթուղային աղետի պատասխանատվության պահանջով։ Հունաստանի խորհրդարանի մոտ բախումներ են եղել ցուցարարների եւ ոստիկանության միջև։ Ցուցարարները մալատովի կոկտեյլներ եւ դյուրավառ նյութեր են կիրառել, ոստիկանությունը արդյունքաբեր գազ։ Ակցիաները վերսկսել են 2023-ի փետրվարի 28-ի երկաթուղային աղետի երկրորդ տարելիցին, որը խլեց 57 կյանք։ Հիմնականում ուսանողներ։ Ցուցարարները պահանջում են քաղաքական պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Անիա Բաղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։